Ողջույն, բարի ուշ երեկո, սիրելի ընկերներ, հետևորդներ, հայրենակիցներ, դե ինչ նախ շնորհակալություն թույլ տվեք հայտնեմ հերթական անգամ այս ուժամին մշտապես միանալու համար, կիսելու, տարածելու համար, հետևելու համար մշտապես առհասարակ եթերները եւ շնորհակալություն բոլոր մեզնով միացողներին, ասեմ, որ կարող եք մեզ զանգակոճակը գրանցվել մենք այստեղ օրվա անցուդարձ տարբեր թեմաներ են քննարկում այնպես, ինչպես հասկանում է քաղաքացին։ Ուրեմն, դե ինչ, ազգային ժողովում տեսակ, ինչ ստացվեց, բավականին հետաքրքիր ձևով է ծավալվում արդեն, քիչ-քիչ սկսում է հետաքրքրանալ, ու ինչ-որ քաղաքական մարտավարություն ասեմ, ինչ ասեմ, տենց բաներ է սկսում երևալ, այդ տեսեք, երբ որ մերժում եք բաներին, թեկնածուներին, աշխարհը չի քանդվում։ Եթե գրած է, որ կարելի է մերժել, ուրեմն մերժում եք։ Հասկանում ենք, որ այո, հետաթողները տեղերը ընդդիմությանն են պատկանում դոնքի բանաձևով, բայց պետք է մեկ մռութներին տալ, որովհետև ուժեղ Հայաստանը 3 թեկնածուներ էր առաջադրել 3 հանձնաժողովներում, 3-ն էլ դուրս եկան ելույթ ունենալու են անգամը, 3-ն էլ ասացին, դե մենք չենք ասում մեզ ընտրեք բան, ուզեք ընտրեք, ուզեք չէ։ Մեկ էլ այսօր մերժվել են, եկել նստել ասում են, բոմոխի մերժեցիք, բայց գիտեք, սահմանադրական, ես ինչ են խոսում։ Եթե մի բանի անունը քվեարկություն անունը դրած այո ոչ, ուրեմն այո ոչ, այո կամ ոչ, տենց է լինում։ Եվ այո, մի հատ պետք է էլի հասկանում ենք թիմն է աշխատելու մյուս, բայց մի հատ պիտի զգամ կաշուների վրա։ Բայց սրանք ինչ արեցին, իհարկե, դեռևս առաջին նոր անձին են ներկայացրել, չգիտեմ, կընտրեն թե չէ, դա արդեն իրանց գործն է, խնդիր չեմ տեսնում, բայց որոշեցին ինչա, ոնց է բացատրում։ Ասում է մենք մեզ թվում է մերժել են, որովհետև ելույթները սահմանափակ էին, հարցերը նույնպես, ու մեր ներկայացուցիչներին քիչ ծանոթացրեցինք ժողովրդի հետ։ Տղեկ, ձեզ ժողովուրդը չի մերժել։ Այդտեղ դուք ձեր մեջ պատգամավորներով իրանք են մերժել։ Ու ոնց էլ ներկայացնեք, հավատացեք կպն ձեր ներկայացած տեխնացուներին ըստ հարցերի ու ելույթների, երևում էր, որ ձեզանից լավ գիտի ձեր տեխնացուներին։ Սա այսպես։ Ու այս պրիչինը բերելով, յանինս չեն ուզում կոտրվեն ժողովրդի դեմը, սինդե որը տենց է, այդ նախնական պայմանավորվածությունները, որ դե յանի շուտ ընտրվեն, շուտ աշխատանքները սկսվի, մենք այդ պայմանավորվածություններով այլևս չեն գնա ու ամբողջական ելույթներ։ Okay, հարցերը եղան, հարցերին գրանցվեցին, իրանք ասած բոլորով իբր իրենք պատրաստական են աշխատելու։ Մենք ասում ենք պատրաստական ենք աշխատելու մեր ժողովրդի բարօրության համար առասարակ եթե միլիոնատերերը խոսում են ժողովրդի բարօրությունից, պետք է թողնել ու փակնել այդտեղից։ Սա առաջին բանն է, որ պիտի անեք ժողովուրդը։ Բայց դե պիտի մի ձեր ներկայացնեն, չէ՞։ Բոլորով գրանցվեցին հարցերի համար, իհարկե ԿՊ-ն նույնպես գրանցեց, ասաց աշխատել, տակ աշխատել, բանա։ Բայց սրանք հարցեր շատ չունեին բարձրեց։ Ու որպես էդի չզռա, իրանց արևին ցենց ուզում էին ճշեն ժամանակով, ու որպեսզի չզռա մի հարցը 3 մասի բաժանած ամեն մեկը տալիս էր, էլի։ Իսկ ավելի աշխատանքային հարցերը թեմատիկ տալիս էր ԿՊ։ Դրանք ելույթները ոնց կգրանցվեն։ Ինձ թվում է, եւ ես հույս ունեմ, որ ԿՊ-ն զադմի չի դնի, դրած քուանջ սուր այս բանի մեջ է գնում, կներեք այս լեքսիկոնից համար։ Ուրեմն պետքա եթե հենց նկատեն, որ ընդեղից ելույթներն են փորձում այդ ձևով անեն, որովհետեւ իրենք ելույթներին այդ թեմայից չեն խոսելու, բնական է, չէ՞։ Ասենք, ոնց կարան այդ թեմայից այդքան խոսան ելույթներ, ով Շիրազը մամուկն։ Էնելու է խառախշտիկ եսի ինչերից խոսամ, բաման, ուրեմն դուք էլ պիտի սաղովի գրանցվեք, քանի 62 մանդատը գրանցվեք, բաբշե մի հատ էլ այդտեղ թող հատնեն, որ հասկանան։ Իհարկե, հետո արդեն կարեք նայեք, եթե իրանք խելոքանում են, կարեք ելույթները հանեք, մեկը այդ հնարավորությունը կա, բայց չպետք է թույլատրել այստեղ։ Այո, հա, հետո մի հետաքրքիր բան էլ եղավ։ Սրանք որ ասացին, թե մենք կապած աշխատելու ենք, բանն Վահագն Ալեքսանյան ասաց, դե օքեյ։ Ուրեմն եկեք առաջարկում ենք քննարկենք, որ նիստերը հետաձգենք մինչև 20:00, այսինքն մինչև ժամը 8-ը։ Սրանք մի 5 հոգի քվեարկեցին, մնացածը ձեռնպա, խառնվան իրար չքվեարկեցին ու ԿՊ-ի ընտրած ձայներով էր, որ նիստը երկարաձգվեց։ Հետևաբար, սրանք ոչ թե ասում էին, որ մենք պատրաստ ենք աշխատել, որովհետև ուշքները գնում աշխատելու համար, էլ իրենք ուզում էին կամերաներով ժողովրդին ինչ-որ բան ցույց տային իրանց արևին։ Գիտես ոնց, եթե քո ներսում է իսկապես աշխատելու ցանկությունը, ինչ կա խորհրդակցելու քո ղեկավարի հետ, արդեն ղեկավարը ասել է, որ պատրաստ է։ Ուրեմն վերջ, ասում է քվեարկեք, դա բայ ախպեր, բախի չկվե, բախի ձեռնպահ ու դեմ քվեարկեցիք։ Դες
Ստիկնոպկա էլ չսեղմեցիք, բայց ինչ էր։ Հա, հետո էլ տեսան, որ էդի ոնց որ հեսա վատա դիտվելու, մենք պատրաստ ենք մինչև գիշերը 3-ն էլ աշխատում։ Եկեք բանով, չգիտեմ, մինչև 12-ը երկարացնենք, առաջարկում ենք։ Էլ ինչ առաջարկեք, մինչև 8-ը երկարացրեցին, չկվյարկեցին։ Իմիջիայլոց օրենքներ թույլ չի տալիս, թե չէ վստահաբար ԿՊ-ն նստելու է։ ԿՊ-ն հեղափոխության ժամանակ դրանք ասֆալտին են սուտկեքով նստել, ազգային ժողովի աթոռին ինչա չնստել։ Մի խոսքով, այս գնահատական որպես թե ով որքանով է պատրաստական։ Չնայած երկար աշխատելու օգտակարության գործակիցներ կարելի հաշվի առնել ամեն դեպքում հանձնաժողովի նախագահն են դու ես բան չի թող գնա այդպես տեսնենք մյուս երկու պաշտոն բայց չեն ասում մյուս երկու պաշտոններում ում են առաջադրելու բան էլի sense որ անակնկալ են մատուցում յանի արա էսի շտիպեք դուք վատ շախմատ խաղացողներ է վատ իզնից վատ շախմատ խաղացողներ հա մի խոսքով այդ ընդհանուր տեսարանն է շատ լավ է որ արեգա տեսեք վատ է նա որ ԿՊ-ն թույլ է տվել արդեն որ եվրոինտեգրման հանձնաժողովը վերցնի ընդդիմությունը արդեն թույլ է տվել դա այդ սխալը հիմի թե լավ արեգան չէ մեկ անդիմադիր է լինելու չգիտեմ ոնց կընթանա բայց պետքա իմ կարծիքով ստեղ որոշակի պայմանավորվածությունների կամ փոխզիջումների գնան թե չէ համահելելու է որովհետև ի տարբերություն մյուս հանձնաժողովների այդ եվրոինտեգրումն ու ԵԱՏՄ ինտեգրումը այդ երկու կառույցները իրանք ամենօրյա աշխատանքային կամ ամեն շաբաթյա բան չեն էլի իրանք շատ ավելի պրիստավիտ ներկայացուցչական բաներ ունեն իրանց մեջ էլի ու ինչքան էլ որ այդ նույն հանձնաժողովում ԿՊ-ի մանդատներն է շատ լինելու միևնույնն է այդտեղ մի քիչ ուրիշ են էլի QPN-ը ո՞րն է Մավել ջան հա Չէ, QPN ասում այդ ինչ է այդ սխալ չի գնել եթե իրանցից լինի նախագահ իրանք այդ տարբերակ չեն ունենա Ռուսաստան լավ էլի Մանաշյան ջան ես քո լավատեսությունը շատ սիրում եմ շատ գնահատում եմ բարձր եմ գնահատում բայց դուք չտեսաք իրանց դիրքորոշումը որն է իրանք թե Հայաստան դաշինքը եվրոինտեգրման հանձնաժողովի հետ կապված բացարձակ չեն ներկայացնում որ այո Հայաստանը պետք է եվրոինտեգրվի նրանք ասում են եվրոպական արժեքներն է պետք որդեգրել դատարանների բանը բարձրացնել չգիտեմ ես ինչեր են խոսում իհարկե էդ էլ է մտնում այդ գործունեության մեջ բայց ինտեգրման առումով նրանք ինչքան կարան խոչընդոտելու են հանգիստ է իրանք դրա մասին արդեն անոնսել են միջայլոց ահա եկեք Հիմա քանի որ մեր ընկերները քիչ-քիչ հավաքում են, այս նախաբանից անցնենք միջանկյալին, հետո կլինի այն ցմփը, էլի վերջում։ Ուրեմն Լևոնը Լևոնյան հարց է տալիս այս մեր տիկնոջը։ Ասում է, դե հարցի մեջ բնութագրում է նրանց որպես նախկին։ Այս աղջիկը ասում, այս տիկինը, ասում տիկինը ասում է, ո՞նց ասում է, ինձ խիկ ասոցացնում նախկինների հետ։ Զարմանում է։ Իսկապես անունը չեմ հիշում, մի րոպե հենց այստեղ կարող է նյութի մեջ լինի, էլի։ Չէ։ Ասում է, ես ի՞նչ կապ ունեմ ասում նախկինների հետ։ Մենք նոր ուժ ենք ասում, մենք նախկինների հետ կապ չունենք։ Ուրեմն նոր ուժի տիկնոջը ասեմ հետևյալը, որպես քաղաքական ուժ իհարկե նոր եք, բայց այնպես նոր չեք, այո, հին եք։ Ու կապ չունի, որ ձեր մեջ շատերը առաջ անգամ եք մանդատ ստանում ու նոր եք սկսել քաղաքականությամբ զբաղվել, ինչ հանգամանքներից ելնելով ու հենց ձևիցներով, հենց ձևերով եկաք ձեր ձևով, խալխի ձևով կամել։ Հարցը դուք, ասենք օրինակ կարող եք գնահատական տալ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Կարող եք քաղաքական ձեր դիրքորոշումը հայտնել, եթե դուք նոր եք։ Ուսումնասիրել եք, չէ՞, ում մասին է, ումոնց մասին է խոսքը։ Ձեր դիրքորոշումը նրանց վերաբերյալ կարող եք հայտնել, հայտնեք մի հատ լսենք, էլի։ Չէ, այն մի քանի բան որ sense կծկտուր ասել եք, լսել ենք, ոնց եք սատարում պահում ատամներով։ Գումարած դրան, ձեր կուսակցության սեփականատերը, ձեր թիմի սեփականատերը Սամվել Կարապետյանն է։ Ավելի նախկին դժվար է գտնել մեկին։ Ավելի նախկին մեկ էլ Քոչարյան Ռոբերտն է այնտեղ։ Նախկին է, թե այդպես գծենք Աննա Գրիգորյանն էլ նախկին չէր, էլի։ Ինչի մասին է խոսքը։ Ու Սամվել Կարապետյանի եղբայրը, ում որդին ձեր խմբակցության առաջնորդն է,
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, խմբակցության ղեկավար, հանրապետականների խմբակցության ղեկավարի որդին ու իմիջայլոց երևի ծանոթ չեք Սամվել Կարապետյանը դաշնակցներին ոնց էր մատողանում վաղը եմը պիտի ձերբակալին վաղը դրած մի հատ իրաց տեղը ցույց կտանք։ Ինչ կապ ունի որ դուք նոր եք մանդատը վերցրել։ Ինչ կապ ունի։ Այո, դուք նախկին եք, որովհետև ձեր քաղաքական թիմը կորիզը բաղկացած է նրանցից, նրանց ժառանգներից որոշ դեպքում եւ դուք կիսում եք նույն քաղաքական գաղափարները, ընդ որում ամենաշատը հենց Սերժ Սարգսյանի։ Ու դա ամեն օրով տեսնում ենք մենք։ Մեզ որ մի խուսափեք, ոչինչ, նախկին եք, հանգիստ եղեք։ Նախկին բարի բացասական իմաստով, նախկին ոչ թե անցյալ, ասենք նախկինը այտենց կարելի է արդեն ԿՊԻ-ն էլ քիչ-քիչ բնութագրել, որտեղ իրանք էլ արդեն 8 տարի է, չէ՞ իշխանության են։ Բայց այդ իմաստով չէ։ Նախկին ասվածը արժե համակարգի մասին է։ Ոչ թե ժամանակահատվածի, այլ արժե համակարգի մասին է։ Դուք իրական Հայաստան ասածը ոչ թե ԿՊԻ քարոզով, հա, որովհետև այդ իրական Հայաստանի մասին մենք ենք իրենց սկսել շատ խոսել, որը որդեգրվել է ու ավելի քաղաքական տեսքա տրվել ԿՊԻ կամ վարչապետի կողմից։ Եվ նույն 4 հանրապետություն ասվածը եւ այլն եւ այսպես շարունակ դա հասարակության պահանջով ու հասարակության կողմից ստեղծված ու առաջարկված գաղափարներ են, որոնք ավելի քաղաքական տեսք են ստացել, կրկնում եմ նրանց կողմից։ Մենք վերցրել են այդ գաղափարը ու ասում են, առաջարկ, մենք հենց այս գիծն համարում ենք ճիշտ ու sense կգնանք։ Հիմա դուք այն երևակայական Հայաստանի կողմնակիցներ եք։ Երևակայական հասկանում եք։ Այ հենց արժե համակարգային իմաստով մատ ձեր թիմի վրա նայեք։ Արժե համակարգային իմաստով դուք մատ ձեր քարոզարշավները նայեք։ Արժե համակարգային իմաստով մատ ձեր ռոլիկները նայեք նախընտրական։ Ու դրանք համեմատեք 21 թվականի Քոչարյանի Հայաստան Դաշնքի ռոլիկների հետ։ Եվ պատիվ ունեմ մեկին մեկ նույնը, ասելիքը ուղերձը մեկին մեկ նույնը։ Գործող անձիկ էին տարբեր ու ձևավորումները, այստեղ AI-ը մեկից շատ էր։ Ու վերջ։ Դուք եկել եք, ինչ եք, ինչ նշանակում մենք բան չենք, նախկին չեք, բա ինչ եք։ Ինձ համար նախկին ասվածը, ու իմ կարծիքով 100,000-ավոր, միլիոնավոր մարդկանց համար նախկին ասվածը դա արժե համակարգ է։ Ինչ արժե համակարգեր եք դավանել, հենց ձեր ազատության փաստաբանով հանդերձ, ով է ձեր կաթողիկոսը, որը որ հանդիսանում է ձեր եկեղեցին, կներեք, ստեղ ես չի ցանկանա sense կոպիտ կամ սուր արտահայտել, բայց այնուամենայնիվ դուք դա անվանում եք ոչ թե մենակ ձեր, այլ ամենայն հայոց փաթաթում եք ին վզին, ախպեր ջան, ձեզ լինի։ Ես այտենց չկամ այդտեղ, դրա համար ասում ձեր։ Ու էլի տես բաներ, Ալան Թալանով, բանով, ամեն ինչով դրանց սատարելով, գիտեք ինչ, հասարակ օրենք գոյություն ունի։ Եթե դու հանցանքի մասին գիտես ու թաքցնում ես դա, դու նույնպես հանցագործ ես։ Հասկանում ես։ Հիմա դուք ոնց կմեկնաբանեք, թե եք թաքցնում։ Այնուամենայնիվ դուք սատարում եք հանցագործ գործելավոճին պետության ներսում։ Դրանով դուք դառնում եք հենց այդ։ Ասենք օրինակ Էդգար Ղազարյանը ցանկացել է սակրավորների մահը, հայ սակրավորների մահը, ու մինչև այսօր ոչ մի բացատրություն, ներող ոչ մի բան չկա, ու դուք նրանց դա պահում եք, դա հետեւաբար դուք ինքներդ դա ցանկանում եք։ Հետեւաբար դուք կարող եք այդ արժեքի, հասկանում եք, ինչի համար շահարկել, ասենք օրինակ, ասենք թե Էդգար Ղազարյանը մի հատ անես բացատրություն ունի այդ ասացի վերաբերյալ, որ էլ всё, սաղից բերանը փակում է։ Բա ինչի համար թողնել այսքան ձգվի։ Ինչի համար թողնել հասարակությանը գրգռող հարց է դա։ Ինչի թողնել այսքան ձգվի։ Սա թշնամական վերաբերմունք չի հասարակության հանդեպ կներեք, բա ի՞նչ է։ Իմիջայլոց։ Այ հենց սրան էլ եկանք հասանք։ Եկեք հələ լսենք Սամվել Կարապետյանը ինչ ասում Էդգար Ղազարյանի մասին։ Խնդրեմ։ Ժողովի լիստային հետևում եք, օրինակ Էդգար Ղազարյանը իսկապես խախտել էր այդ բարեբախտության կանոնները։ Էդգար Ղազարյանը տարանդավոր հայ քաղաքական գործիչ է, դուք ամեն օր կտեսնեք դա, տեսնում եք եւ կտեսնեք դա։ Իսկ առհասարակ ինչպես եք գնահատում ձեր թիմի աշխատանքը։ Ինձ թվում է բոլորն են լավ գնահատում, ես նույնպես։ Կարապետյանը երեք կար, որ Էդգար Ղազարյանի ներողություն։ Ձեր թիմը չպաշտպանեց ի սկզբանե, դա ինչպես եք մեկնաբանում։ Էդգար Ղազարյանին մեր թիմը առաջերտին Էդգար Ղազարյանը պաշտպանելու կարիք չուներ, բայց մեր թիմը շատ գրագետ ամեն ինչ արեց,
որ կոնֆլիկտ չդառնա։ Ժողովի դիստային հետևում եք, օրինակ Էդգար Ղազարյան Գնել Նևրոզովը խոսում էր 600 սեկունդ, տնաշեն դու հա խոսում ես։ Տիգրան ջան, եթե ինչ-որ բան դուրդ չի գալիս, գնաց ավրտան։ Դու տիրապետում ես, չէ՞, հեռախոսով ես, որ ես նայում նոթբուքով, թե ինչով։ Դու տիրապետում ես, չէ՞, քո ձեռքում է, չէ՞, թե քեզ կապել են, հետի դրել են դեմդ։ Ո՞րն է այդ ազերը։ Այս բանը չի վեկած, հա, հետի հա։ Գնաց, եթե վեկացնա, վեկացա հենց իմի գնաց։ Ուրեմն Տիգրան Գրիգորյան, դու վաղուց ես մեկ-մեկ մտնում, Free News-ում, ընդեղի հավասման տակել էիր գրում այն ժամանակ ստեղել։ Տես քեզ ինչ եմ ասում։ Դու ունես ընտրության հնարավորություն։ Գնա։ Դու ինձ չես կարող սովորացնես ես ինչ անեմ, ինչ չանեմ, ինչ ոնց խոսամ, ինչպես խոսամ, ինչքան։ Սա իմ ալիքն է։ Դիտում են նրանց ում հետաքրքիր է։ Հետաքրքիր չեն դիտում։ Ու եթե դու այդքան լավ գիտես, թե ինչը ոնց է պետք անել, գնա ինքդ բացի կանալ, ինքդ արա։ Դա շատ վատ բան է սրա նրան փորձել բան, այդպես իբր սովորացնել ու թելադրել։ Դա շատ անդաստիրակ մարդու գործ է դա։ Առավել ևս, որ դու իմ պատասխանը, ես մի 5 տարի է գիտես ինչպեսին նա։ Նման խոսույթի հանդեպ, հասկացանք իրար։ Նևրոզովը 600 սեկունդ էր խոսում։ Նևրոզովին գնա Նևրոզովին նա ինքը 600 սեկունդ է խոսում։ Հատել լսենք էլ եսի։ ժողովի դիստային հետևում եք, օրինակ Էդգար Ղազարյանը իսկապես խախտել էր այդ բարեվարկության կանոնները։ Էդգար Ղազարյանը տարանդավոր հայ քաղաքական գործիչ է։ Դուք ամեն օր կտեսնեք դա, տեսնում եք եւ կտեսնեք դա։ Իսկ առհասարակ ինչպես է գնահատում ձեր թիմի աշխատանքը։ Ինձ թվում է բոլորն են լավ գնահատում, ես նույնպես։ Պարապետական երեք կար, որ Էդգար Ղազարյանը ներողություն։ Ձեր թիմը չպաշտպանեց ի սկզբանե, դա ինչպես եք մեկնաբանում։ Էդգար Ղազարյանին մեր թիմը առաջերտին Էդգար Ղազարյանը պաշտպանելու կարիք չուներ, բայց մեր թիմը շատ գրագետ ամեն ինչ արեց, որ կոնֆլիկտ չդառնա։ Ժողովի դիստային հետևում Էդգար Ղազարյանը շատ տաղանդավոր քաղաքական գործիչ է։ Իհարկե սա կարող է ասել մարդը այն պարագայում, երբ որ տղերքին փախցրել է բանակից եւ տղերքը չեն ծառայել բանակում, ինքը չի անցկացրել անկում գիշերներ ծառայության հետ կապված, որովհետեւ տագնապ կամ անհանգստություն, առավել եւս շատ ավելի հեշտ է իր պարագայում, երբ չեն ծառայել հերիք չի, դեռ սակրավորել չեն եղել։ Ու ինքը չի լսել, որ իր ворթիների մահը ցանկանան այդ պարագայում։ Բայց քաղաքականության մասին շատ թյուր կարծիք ունի Սամվել Կարապետյանը, դա բոլորս գիտենք, առհասարակ որ քաղաքական մտածելակերպ ունի, ոչ քաղաքական խոսույթ, ոչ մի բան։ Տեսեք, էլի ժողովուրդ ջան, զրգաց, քեզ ուղարկել են Տիգրան։ Չէ, գնել ընտրության հնարավորություն չունեն, նրանք քեզանից վատն է։ Ունես, ապեր, ունես, փոխի կինո նայի։ Կինո։ Սիկտիրերի։ Ես չեմ կարա թույլ տամ, որ կարաս խոսքից հետ կապված բան ունես, քննարկելիք, խոսի, չէ, ինձ ուղղություն չունի, դավա ռադդ քաշի ստերից։ Դժվար թե դու խաներ գներ դոգի եթերների տակ ցած բան գրեիր։ Կամ իմնեմնիմի ոդքասթի տակ ցած բաներ գրեիր։ Դժվար թե, չէ։ Ասենք, քեզ խեք շահագործում իմ դասիրակված լինելը։ Խեք հասցնում նրան, որ երկու բառ ավել ասեմ։ Ինչների տա պետք։ Կայֆա տալիս։ Կայֆա տալիս ձեզ։ Հիմար են արա։ Ղրգած են, ղրգած։ Դες իր փորձում են ազդեն քո բանի վրա խոսքը որտեղ չեն բանացած։ Ես իմ ինչեր են խոսում։ Տնեցիկից ով կա, հետաքրքիր չեն խոսում ընտանիքի անդամները։ Մի վեդրոսեմուշկա վերցում նստի իրար հետ զրուցեք։ Թե իրանք էլ են ինձնից վատը։ Հիմարներին 5 տարի է ամեն օր ժողովուրդ ջան, որպեսզի հասկանալի լինի քի բան եղա, էլի, չէ կենտրոնանա ուրիշ ժամանակ։ 5 տարի ամեն օր եթերներից տակ գրել է։ Ու ամեն անգամ իր արևին խրատ է տվել։ Ես մի օր գտնելու եմ դու ով ես։ Վստահ հետ ես մի օր ես նամակ եմ գրելու YouTube-ի։
Էդգար Ղազարյանը տաղանդավոր քաղաքական գործիչ է։ Այդ քեզ նմաններն են բնակվել այս երկրում, դրա համար էլ այս սրանք էլ քո հույսով, քո պես-ների հույսով։ Սա ցելնում խոսում են աչու ձախ ինչ ուզեն։ Էդգար Ղազարյանը սրիկա է, սկսենք այդտեղից Սամվել Կարապետյան։ Էդգար Ղազարյանը ու քո քաղաքական թիմը, դու հայ Սակրավորին մատ ցանկացողին, լսեք, ուրեմն քաղաքական գործիչ ենք այնա, ով որ այսպես մի հատ, գիտեք ոնց կարա սխալվի, չէ՞ մարդը։ Կարաս մեկ էլ ապուշ մի քիչ առաջ գնա, ավելին ասի, ինչը որ լեզուն մտքից առաջ ընկնի։ Հա, բայց նման դեպքերում նրանք առհասարակ դադարեցնում են կարիերան, իրական քաղաքական գործիչները։ Առհասարակ ու աշխատում են հեռու մնան, ոչ մեկ էլ իրենց կյանքում չտեսնի։ Իսկ սրանք կանգնել են ասում ինքը թույն քաղաքական գործիչ է, իրանք բարձր են գնահատում Էդգար Ղազարյանի երազանքները, ցանկությունները, մաղթանքները ճակերտավոր։ Բարձր են գնահատում, որովհետև դες խոսքը այծեցին լավա, քան մի սուրու ոչխարը։ Իրար գտել են, ռիբակա վիճելից դալիկա։ Իրանք իրար գտել են։ Ես չեմ բացառում, որ Սամվել Կարապետյանն էլ է ցանկացել հայ սակրավորների մահը, անգամ շատ հնարավոր է Արցախյան պատերազմում իր դիրքորոշումը հաշվի առնելով ինչ որ բանով նաև փորձել աջակցել, որ այդպես լինի։ Բացարձակ չեմ զարմանա։ Ու սա վիրավորանք է։ Անկախ քաղաքական հայացքներից, սա վիրավորանք է։ Եվ առհասարակ Էդգար Ղազարյանի այնտեղ ներկայությունը նույնպես ամենօրյա վիրավորանք է։ Ամենօրյա։ Ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ դժվար թե վաղը վերջացնեն իրենց նիստերը, ընտրություններով ու ամեն ինչով, ապա շատ հնարավոր է երկուշաբթի օրը կամ երեքշաբթի օրը մեկը ես գնամ ազգային ժողովի մոտ պահանջ ներկայացնելու հենց դրսից, ձայնելով, գոռալով որեկները, ակցիա իրականացնելով ու պահանջ ներկայացնելով։ Քանի որ հանրությունը այսպես խոսում ենք, բայց քայլ չենք ձեռնարկում, այդ դրա համար էլ իրանք ավելին են ասում, ավելին են անում։ Իմիջայլոց այսօրվա այդ տեսանյութը տեսա են, տղեն որ ոստիկանին հարվածում է։ Հետո մեր ասում էր հիվանդ երեխա է 41 տարեկան։ Գիտեք ինչ, շատ հնարավոր է, այո, հոգեպես անկայուն ինչ որ հիվանդ մարդ լինի։ Ինչ եք բերել այդտեղ։ Ինչ եք բերել այդտեղ։ Պաշտպանվում եք դրանով։ Սկսենք այդտեղից։ Այ ոնց որ են բան հյուսիսային տերևաթափի ժամանակ զոհվածների ծնողներով էիք պաշտպանվում, որ գրել եք, չէ, առաջի գից իրանք, մենք հետևից քարով փեդով, որ ոստիկանը հենց նրանց կպնացեն, այ տեսեք զոհվածի ծնողի են բանանում, ու դուք ընդեղից արդեն կամ եթե չկպնել դուք ձեր գործը անեք, էս չեք արա։ Էս չեք։ Ու այո, դա ձերոնքականներն էին, որ այնտեղ կանգնած իրանց արևին միտինգ էին անում։ Ու արդեն հարվածում են ոստիկանին։ Եվ մյուս կողմից էլ ներքին գործերի նախարարությունը դիմել է։ Այո, քանի որ նրանք հանրային մարդկանց հարվածելով մնացին անպատիժ, հաջորդը ոստիկանն է, բա իհարկե ոստիկանն է։ Հիմա եթե էդ էլ մնա անպատիժ, կներեք, տերորիստը կազմակերպել հարձակվել էր միլիցեքի վրա, հիմա ազատ ֆրֆռում է։ Որովհետև ոստիկանին հարվածելու համար ինչ է հասնում, կարող եմ իմանալ։ Ինչ է հասնում։ Ավելին են անելու։ Հեսա մի հատ է կտնտղեն էդ էլ կհասկանան, որ չէ շատ բարեհամբույր իրա ոստիկանությունը, ուրիշ տերոր կմտածեն անեն։ Հանրային մարդկանց ժիրայրի հետ ընդեղ կռիվ տվին ոչ մի բան չեղավ իրանց, մարդիկ գուլյատ են անում, Ռոմանի հետ ընդեղ մարդիկ գուլյատ են անում, չգիտեմ, ինձ վաբշե պածեսնում, մարդիկ գուլյատ են անում, պրիտոմ մի խոսքով լավ, դες գուլյատ են անում, մարսում են, դուք ձեր միջի բջերին չգիտեք, ձեր համակարգի միջի բջերին չգիտեք, ետ ինչ է։ Հայ էտի անպատժելույությունը ծնում է նոր հանցանքներ։ Հիմա սա է, քանի դեռ Էդգար Ղազարյանի մասով հանրությունը
կոնկրետ պատասխան չի տվել, կոնկրետ պահանջ չի ներկայացել բան, հենց այնտեղ կանգնած տեղում, սենց ուղերձները, եթերով խոսելը դրա մասին եւ այլն, դա ոչինչ չեն տալու։ Ասել են խոսեն, կհոգնեն էլ չեն խոսա, իրանց հույսը դա է։ Իրենց հույսը դա է։ Եվ ես շաբաթ օրը, քանի որ երկու շաբթի օրվանից իմ արձակուրդը վերջանում է ու ես աշխատանք եմ, իսկ եթերը այն աշխատանքն է, որը չեմ կարող բան փոխել։ Ես երկու շաբաթ օրը նկարելու ենք Սև ու Սպիտակ փոդքասթը, այսինքն ես գնալու եմ հեռուստատեսություն։ Կծանոթանամ գրաֆիկս, որ փոփոխության չի ենթարկվում եւ այլն, շաբաթ օրը կգամ ու կոնկրետ հայտարարություն կանեմ, որ ես ինչ օր ես ինչ ժամին դա կլինի երկու շաբթի կամ 3 շաբթի։ Դրանից ուշ ես չեմ կարող թույլ տալ, որովհետեւ արդեն ինչքան ժամանակ է գնում, այլ ձեր գվոց-բվոցը չէ։ Ես կանգնելու եմ այնտեղ, կանգնելու եմ իմ պահանջը ներկայացնել։ Կուզեք կգաք կանգնեք կողքս, չէ։ Ու գիտեք, այստեղ քաղաքական պատկերացումները չեն։ Հայ սակրավորը քաղաքական չի։ Այնտեղ ելել են թազա ներկայացուցիչ մեր երաշխ բանը անվտանգությունը պահող մեր զինվորն է։ Սա բաներ են խոսում։ Ինչ ասես խոսում են, յանի իրանք չեն են արտահայտությունը արել։ Ու իրանք գիտեն, որ դրանք շատ տարածվեն, տենց հասցեքը, ադրես կփոխվի, էլի, ադրեսացիա կփոխվի։ Իսկ ժողովուրդ ջան, ես ձեզ ասեմ դուք իմացեք, այսօրվա դրությամբ արհեստական բանականությունը հենց տենց է աշխատում։ Ինչի համար են իրանք այդքան նեգատիվ լցնում դաշտ։ Ինչի համար։ Այդքան ատելություն, այդքան սուտ ինֆորմացիաներ, կեղծիք։ Որովհետեւ սա խես խապենք խնդալու է։ Որովհետեւ իր գործը լցնելն է, որովհետեւ այդ մեծ սուպեր համակարգիչը, որ դրած է Կալիֆոռնիայում, այնտեղ պետք է անընդհատ հասցեներ լցվեն, այսինքն պետք է լցվեն բնութագրեր եւ այլն, ինքը հələ վերցնում է, հասկանում եք։ Երբ որ մեկը հարցնում է Հայաստանի մասին, ինչ որ քաղաքական մթնոլորտի կամ ներդրումային, ասենք ներդրումային բաներով, ինչ խնդիր կա ծրագրերի շրջանակներում։ Նայենք, բայց չէ, իրանք էդի ասում են բացասականը, որպեսզի մարդիկ, որպեսզի արհեստական բանականությունը տենց աշխատի։ Եվ ստեղ իմիջայլոց Կալիֆոռնիայի հայությունը շատ կարա օգտակար լինի, շատ կարա օգտակար լինի, ժողովուրդ ջան։ Եվ որովհետև դա արդեն տեղային բան է, էլի։ Խոսեք Հայաստանի մասին դրական բաներ։ Դու տեղի թե անտեղի խոսեք դրական բաներ, հավաքում արհեստական բանականությունը հավաքում է վաղը մյուս օր գլխներիս այսի տապվելու։ Այ դրա համար էլ հետաքրքրությունների գոտուց կարա դուրս մնա, այ դրա համար էլ կարա չծիրարժավորվի նորմալ բնութագիր։ Իսկ դա վաղված բաներ են, հարցեր են, վաղվա մյուս օրվա անվտանգային հարցեր են սա։ Իրանք լցնում են, դու չես էլ կարող իրանց ապացուցել հիմնավորել իրավական տեսանկյունից, հասկանում եք։ Բայց պետք է դրա դեմն առնել, պետք չի տրվել դրա։ Ուրեմն կգնանք ու կպահանջենք։ Թող տեսնեն ոնց են պահանջում անդիմադիր կոչվածներից, հակաժողովրդական, հակապետական, հակահայկական գործիչներից, ես իմ համար գնալու եմ։ Օրն էլ կասեմ, ժամն էլ կասեմ։ Շաբաթ օրը, շաբաթ օրվա եթերում ես կասեմ։ Մենակս լինեմ, մենակս կկանգնեմ, ես իմ խղճի առաջ հանգիստ կլինեմ։ Կգաք, շատ ուրախ կլինեմ։ Ինչքան շատով կլինենք, այնքան տպավորիչ կլինի ու այնքան ավելի քայլերի հաջորդականություն կլինի։ Այնքան պարտադրված կլինի։ Սա քաղաքական ակցիա չի։ Սա բացարձակ քաղաքական ակցիա չի։ Սա քաղաքացիական ակցիա է։ Նենց որ եթե կարծում եք, որ կգաք, ես հասկանում եմ բանը, չգիտեմ արձակուրդային շրջան, ես շատ գիտեմ ինչ, բայց գոնե այդ մասով ես չեմ կարող ասենք սեպտեմբեր, չէ, պիտի վաղուց պիտի ու պիտի ստանան իրանք ժողովրդի կողմից պիտի ստանան իրանք իրանք գնահատականը։ Իրանք իրանք գնահատականը կստանան։ Գիտեմ Մանվել ջան, ռատողով դու հաստատ ներկա կլիներ։ Նայած որ պլյուս մինուսներով կարող եք եթերից հետո պլյուս մինուսներով մեկնաբանությունների դաշտում թողնել։ Կարող եք, կամ հենց շաբաթ օրը որ արդեն կոնկրետ ավելի հայտարարություն լինի, կարելի է դա կոնկրետ տարածել։ Ու վերածել ֆլեշմոբի ու վերածել գործողության, կոնկրետ քայլի։ Եվ դա կազմակերպում եմ ես։ Ով գալիս է մի կազմակերպիչ էլ ինքն է։
ասում է տաղանդավոր գործիչ է։ Եթե անգամ իսկապես տաղանդավոր գործիչ լիներ, միևնույնն է, տենց չէ էլի։ Հիմա հայ զինվորի համար ուշագնաց լինող մեր հայրենասեր ընկերները թող լսեն ու արձագանքեն։ Որ մեր զինվորը, ոնց մեր զինվորին բանաս, բայց դուք մեր Եվ ժողովուրդ ջան, մի թեմա էլ ու այսօր տենց եզրափակենք, երևի, եթե նոր թեմաներ մտքից մեջ չառաջանա։ Այսօր վարչապետը բրիֆինգի, ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ պատասխանում էր լրագրողների հարցերին ու շատ հետաքրքիր, այ հիմա նրանք ովքեր որ ինձ մեղադրում էին, թե ես ասում Նիկոլական չես, օրինակ ես Նիկոլական եմ, դրա մեջ վատ բան չկա բաման, այ հիմա լսեք ուշադիր, ձեր ցավը տանը։ Հիշում եք ինչքան էր ասում, ասում ախպերը ես անգամ ԿՊ-ական երբ որ եղել եմ, մեկան Նիկոլական չեմ եղել ու ԿՊ-ից դուրս գալուց էլ ասել եմ հարգելիներս մի վերցրեք այդ խոսույթը ձեր վրա, որովհետև դա այլ բան է նշանակում։ Երբ որ դու ասում ես այսինչ անձերով ես տարանջատում, դա վատ բան է, դա դու խոսում ես ուրեմն կլանի արկայության մասին։ Այո, ես կարող եմ մեկին ասել Քոչարյանական կամ Սերժական, որովհետև Քոչարյանն էլ Սերժն էլ դրանք կլաններ էին։ Չգիտեմ, Թոխմախի Մեհերական, Բեգլարյանական, ես շատ գիտեմ, անուններով էլ ես ինչական, դա կլանի մասին է։ Երբ որ դու ասում ես Նիկոլական, ուրեմն ասում ես որ կլան կա, արդեն ձևավորված, ինչը եթե տենց է դա վատ է, հասկանում եք։ Այս խոսակցությունը ես միշտ արել եմ, շատերը ինձ ասել են ես վախենում, ինձ են ասել է, ես դες բան ասում, չես ուզում, ասում պաստոր ջան, ես չեմ կարող տենց լինել, ինչ որ մեկական չեմ կարող լինել։ Ես իմ պետության քաղաքացին եմ, դա էլ եմ ասել մշտապես։ Հիմա լսենք։ Հարցը հնչում լրագրողից, ով որ ասում է բանը Տեր Արամը գրառում արած եղել, կներեք, ես հիմա առաջին հերթին այդ գրառումը մի հատ գտնեմ, որ ավելի ճիշտ մեջ բերեմ էլի։ Րոպե Տեր Արամ։ Չէ, կներեք, դա գրառում չի եղել, դատական նիստի ժամանակ է եղել, Տեր Արամը ասել է, որ իր համար վիրավորական է, երբ որ իրան բնութագրում են Նիկոլական։ Ու լրագրողը եկել Փաշինյանին հարց է տալիս, ասում է բանը, սենց բան է ասել, որ իր համար վիրավորական է Նիկոլական լինելը, ու սպասում է արձագանքին։ Ինչին Նիկոլ Փաշինյանը տալիս է պատասխան։ Ու ասում է, այո, եւ ցանկացած քահանայի համար պետք է դա վիրավորական լիներ։ Ցանկացած եկեղեցու սպասավորի համար պետք է դա վիրավորական լիներ։ Հետո ինչ իմ անունն է տալիս ու ասում վիրավորական, որովհետեւ եկեղեցու սպասավորը եթե ականավ, ինքը մենակ կարա Հիսուսական լինի։ Հասկանում եք, ասենք էտա։ Եվ քաղաքացիների առումով էլ դա էլ շեշտեց։ Քաղաքացիները պետք է լինի պետության քաղաքացին։ Այդ ականներով սխալ է շարժվել, նա դա շեշտեց։ Եվ եթե ականներով կան, օրինակ Կտրիշ Ներսիսյանը, նույն ինքը Գարեգին Բեսը, ես գիտեք ինչ նկատի ունեմ, Գարեգին Չարիքը, Սամվել Կարապետյանական է, Տաշիր Սամոյական է, ու դա ինքը վիրավորական չի համարում, դա ինքը համարում է նորմալ, հասկանում եք, որովհետև ինքը եկեղեցական չի, որովհետև ինքը կապ չունի իր գործի, իր կոչման ու ոչ էլ Աստծո հետ։ Այ Կտրիչը Քոչարյանական կարա լինի, Սերժական կարա լինի, Սամվելական կարա լինի, բնական է դա, որովհետև նրանից ինչ եկեղեցական։ Նա Աստծո անունով չի ապրում, նրա համար Աստծուց առաջ այնքան կարևոր անուններ կան, եւ դա նորմալ է իր համար։ Իսկ Տեր Արամի նման մարդու համար ոչ, դա նորմալ չի, որովհետև ինքը եկեղեցական է, ինքը Հիսուսական է։ Ու իրան բնութագրում են անունով, կապ չունի ում անունով։ Ինչ որ մեկի անունով, ասում են, ես ինչական ես, ասում են, դուք ինձ վիրավորում եք դրանով, որովհետև ինքը իր հավատի մեջ գիտի, որ աննկուն է։ Ինքը վստահ է իր հավատքի վրա։ Ոչ թե վիրավորում եք, որ ասենք ես Նիկոլ Փաշինյանին կարող ճանաչում եմ կամ ունեմ ընդգծված հարգանք նրա հանդեպ կամ բան, ոչ։ Հենց այդ ականի ձևակերպումն է վիրավորական, այո։
Սա է հենց։ Ու շատ լավ է, որ այդ հարցին հենց այդպես պատասխանը եղավ։ Հենց այդպես էլ պիտի լիներ, սա պետական գործ չի, պատասխան էր։ Հա, մենք մերոնցով ջան, հա։ Նայեք ինչ կտերով են կերցնում ժողովրդին։ Մեկը կա ճշմարտության ձայն։ Սրան վաղուց է, սա եմ բան ուշադրության կենտրոնում, սաս նկարով։ Վաղուց իմ ուշադրության կենտրոնում է, ու նայեք ինչ գրառում է արել։ Ասում է, միայն ՌԴ-ն կարող է ապագայում հնարավորություն ստեղծել, որ արցախցիները հետ վերադառնան Արցախ, ու տակը 539 հոգի լայքել է։ Ու սա մեր միջավայրում է։ Սա մեր միջավայրում է։ Այսպես են մարդկանց ուղեղը լվանում։ Այս Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանի հետ պատերազմելու է արցախցիների համար, Արցախը ձեռներից վերցնի, չափառը քաշի, ասի հայեր եկեք։ Ու սրանք այն մարդիկ են, ումոնց համար Սամվել Կարապետյանը, խնդրեմ էջը մտեք նայեք, ինքներդ կհասկանաք, բա դեմք են։ Այս արժե համակարգն է, որ մերժել են, ու մերժել ենք, ու տիկնոջը ուժեղ Հայաստանի նոր այդ բանիդ ներկայացուցչին ասեմ, այս արժե համակարգին է, որ դուք կողմ եք, այդ է տարբերությունը։ Ես Էդգար Ղազարյանը բանը տաղանդավոր քաղաքական գործիչ է։ Ասի, բա ինչ կանի։ Ոչ տղեկը ծառայել են, ոչ բան են արել, դու պիտի չասի։ Այսպես ժողովուրդ ջան, հա, մեկ էլ մի երկու բառով ես կներեք թույլ տվեք նաև Սփյուռքի թեմային նույնպես անդրադառնամ։ Այսօր ես բայց համառոտ էլի կթերցեմ միայն իմ լավ ընկերոջ գրառումը, որը կիսվել է իմ Facebook-յան էջում, մարդ ով Ֆրանսիայում որոշակի հայկական կառույց է ղեկավարում ու ամեն վայրկյանով Հայաստանի համար է, Հայաստանի կողքին է, Հայաստանի համար ու Հայաստանի կողքին։ Ու մշտապես հետևում է, թե ինչով կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Ու խոսքը դե ինքն Ֆրանսիայում շատ ավելի լավ է ճանաչում այդ բանին ինքնակոչ համայն հայության ներկայացուցիչ ճակերտավոր Բարամ Փափազյաններին ու մնացածներին ուստի թույլ տվեք ընթերցել ձեզ համար գրառումը։ Մուրադ Փափազյանի վարչակարգին առանց մանդատի Սփյուռքի անունից խոսել նշանակում է թուլացնել Հայաստանը։ Ժակ Ռաֆի Փափազյան։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը վերջերս խորհրդարանի ամբիոնից մի պարզ հարց հնչեցրեց։ Իրականում քանի հայի անունից են խոսում Մուրադ Փափազյանը, Գասպար Կարապետյանը եւ Արամ Համբարյանը։ Այսօր Մուրադ Փափազյանը նրան պատասխանում է. Փաշինյանի վարչակարգի համար թուլացնել Սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը, վերնագրով ծավալուն հոդվածով։ Դրանում նա պաշտպանում է Սփյուռքի ավանդական կառույցների պատմական լեգիտիմությունը եւ Հայաստանի կառավարությանը մեղադրում է դրանք լուսանցք մղելու փորձի մեջ։ Բայց Եղոյանի հարցը դա չէր։ Մուրադ Փափազյանն ինքն է գրում. մենք երբեք չենք հավակնել խոսել բոլոր հայերի անունից։ Ընդունեք նրա խոսքը հենց այնպես ինչպես ասված է, որովհետեւ իրական բանավեճը սկսվում է հենց այստեղից։ Իրականում ինչ ներկայացուցչականություն կարող են պահանջել այն կազմակերպությունները, որոնց անունից նաև իր ընկերները հանդես են գալիս կառավարությունների, խորհրդարանականների եւ օտարերկրյա հաստատությունների առջև։ Ոչ ոք չի վիճարկում նրանց քաղաքական գործունեություն ծավալելու, Նիկոլ Փաշինյանին քննադատելու կամ սեփական համոզմունքները պաշտպանելու իրավունքը, սակայն պատմությունը, գործունեությունն ու ծառայությունները, որոնց նրանք հղում են անում, լավագույն դեպքում կարող են հիմք հանդիսանալ ակտիվիստական լեգիտիմության համար։ Դրանք որևէ մանդատ չեն տալիս հայկական Սփյուռքը ներկայացնելու համար։ Ավելին, Մուրադ Փափազյանին մատնում է հենց իր հոդվածի վերնագիրը, սեփական ներկայացուցչականության վիճարկումը ներկայացնելով որպես Սփյուռքի թուլացում։ Նա ի վերջո իրեն նույնացնում է հենց այն Սփյուռքի հետ, որը իր իսկ պատմամբ չի հավակնում ներկայացնել։ Եվ այս հարցում Եղոյանը ճիշտ է։ Մուրադ Փափազյանը Եվրոպայում ներկայացնում է 1200 դաշնակցականի եւ ֆրանսահայերի 0.12%-ին, մասնավորապես CCAF-ի միջոցով, որի համանախագահն է իր իսկ Զարմիկի հետ։ Պատկերացնում եք, երկու դվարնի ախպեր, սրա մասին խոսել եմ ես, այդպես կառույց են ստեղծել, այդպես համանախագահներ են, բացս բաներ։
մի կառույց, որը կարևոր տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի ինստիտուցիոնալ երկխոսության մեջ, մինչդեռ նրա ղեկավարությունն ու ակտիվիստական բազան ներկայացնում են Ֆրանսիայի բնակչության չափազանց փոքր հատվածը։ Իսկ մի տոկոսը չի 0.12%։ Գասպար Կարապետյանը Բելգիայում 1040 դաշնակցական։ Ինչ վերաբերում է Արամ Համբարյանին, ապա ամերիկացի ընկերներս թողասեն, թե իրականում որքան կշիռ ունի նա, բայց նա եւս հավանաբար ներկայացնում է ԱՄՆ-ի հայերի մոտ 0.1%-ը։ Ահա խնդրի էությունը։ Մուրադ Փափազյանը ներկայացուցչականության մասին հարցին պատասխանում է Սփյուռքի մեկդարյա պատմությամբ, բայց ոչ ոք նրանից պատմության դաշտ չի խնդրում։ Հարցն այսօրվա մասին է, իրականում ում է նա ներկայացնում եւ քանի հայ է նրան մանդատ տվել իրենց անունից խոսելու համար։ Պատմությունը ժառանգություն է տալիս, այն հավերժական մանդատ չի տալիս։ Հետևաբար Մուրադ Փափազյանը շրջում է բանավեճի էությունը, երբ այդ ներկայացուցչականության վիճարկումը ներկայացնում է որպես Սփյուռքը թուլացնելու ցանկություն։ Ոչ ոք չի պահանջում թուլացնել Սփյուռքը, ընդհակառակը մենք պահանջում ենք այն ազատել այն կազմակերպությունների քաղաքական մենաշնորհից, որոնք չափազանց երկար ժամանակ սեփական ազդեցությունը շփոթել են միլիոնավոր հայերի ազդեցության հետ։ ՀՅԴ-ի կամ CCAF-ի ներկայացուցչականությունը վիճարկելը Սփյուռքի վրա հարձակվել չէ։ Դա ընդամենը մեկ անկնհայտ իրողություն հիշեցնել է։ Սփյուռքն համեմատ ավելի մեծ է, քան նրանք։ Իրական Սփյուռքը սիրում է Հայաստանը, այցելում է Հայաստան, իր գումարը ծախսում է Հայաստանում, մասնակցում է երկրի տնտեսությանը եւ իր ընտրած ներկայացուցիչների առջեւ պաշտպանում Հայաստանի շահերը։ Այն Հայաստանի կառավարության պաշտոնական ավտոճանապարհության վրա ձվեր նետել չի տալիս, որպեսզի հետո գանգատվի, երբ ստիպված է լինում կրել դրա հետևանքները։ Տասնամյակներ շարունակ ոմանք հայերի հաշվին կառուցել են իրենց կարիերան, ազդեցությունն ու իշխանությունը, միաժամանակ իրենց վերագրելով նրանց անունից խոսելու իրավունքը։ Սփյուռքը չի պատկանում ոչ ՀՅԴ-ին, ոչ CCAF-ին, ոչ էլ այն մի բուր ապարատչիկներին, որոնք ներկայացնում են որպես հայկական աշխարհի անշրջանցելի զրուցակիցներ առանց ամբողջ Սփյուռքից որևէ մանդատ ստացած լինելու։ Մուրադ Փափազյանը նաև ընդգծում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իր ընդդիմությունը եւ ավանդական կառույցների դեմ հարձակումները ներկայացնում որպես Սփյուռքը հնազանդեցնելու փորձ։ Բայց նրանց ներկայացուցչականությունը քննադատելը չի նշանակում պահանջել նրանց լռությունը։ Թող խոսեն, թող քաղաքական գործունեություն ծավալեն, թող պայքարեն Փաշինյանի դեմ, եթե ցանկանում են, թող պաշտպանեն իրենց գաղափարները։ Դա նրանց բացարձակ իրավունքն է, բայց թող դա անեն իրենց եւ իրենց կազմակերպությունների անունից, այլ ոչ թե փաստացի օգտվել մի ներկայացուցչականությունից, որն անհամեմատ գերազանցում է իրենց իրական կշիռը։ Եվ քանի որ նա պնդում է, թե դատապարտում է պարակտումը, եկեք տրամաբանությունը հասցնենք մինչև վերջ։ Եթե Մուրադ Փափազյանը հրաժարական տար, այդ պարակտման զգալի մասն իր հետ կվերանար, բայց նա դա չի անի։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով Հայաստանում ստացած մոտ 10% արդյունքը բավական հստակ պատկերացում է տալիս երկրում նրա քաղաքական ճամբարի իրական կշռի մասին։ Հենց այստեղ է խնդրի էությունը։ Նրանք պատանդ են վերցնում Սփյուռքը, իրենց վերագրելու այնպիսի քաղաքական կշիռ, որը չունեն ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում։ Երբ քվյատուփերը Հայաստանում նրանց չեն տալիս այն ներկայացուցչականությունը, որին հավակնում են, նրանք փորձում են արտերկրում պահպանել իրենց թվային կշռին բոլորովին անհամաչափ ինստիտուցիոնալ ազդեցություն, բազմաթիվ քաղաքական գործիչների առջև ներկայանալով որպես Սփյուռքի բնական զրուցակիցներ։ Մուրադ Փափազյանն իր հոդվածի զգալի մասը նվիրում է նաև Սփյուռքի պատմական հաջողություններին, հայոց ցեղասպանության ճանաչմանը, Ֆրանսիայի մոբիլիզացիային, Եվրոպական խորհրդարանին, Արցախի աջակցությանը, ֆրանս-հայկական հարաբերություններին, սակայն այդ պայքարները պատկանում են ակտիվիստների, միությունների, եկեղեցիների, մտավորականների եւ հայ քաղաքացիների ամբողջ սերունդների, այլ ոչ թե 3 անձանց կամ 1 քաղաքական կուսակցության։ Ոչ ոք իրավունք չունի այդ հավաքական ժառանգությունը վերածելու Սփյուռքի նկատմամբ քաղաքական սեփականության վկայականի։ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՅԴ-ին չի պատկանում, ֆրանս-հայկական բարեկամությունը CCAF-ին չի պատկանում, Արցախի պաշտպանությունը որևէ կուսակցության չի պատկանում։ Այդ ժառանգությունը պատկանում է բոլոր հայերին։ Հայերի ճնշող մեծամասնության համար մի բուր քաղաքական եւ հասարակական պատասխանատուների կողմից Սփյուռքի այսպիսի պատանդառությունն այլևս ընդունելի չէ։ Այս կազմակերպությունները պարբերաբար օտարերկրյա քաղաքական գործիչների առջև ներկայացվում են որպես հայկական Սփյուռքի բնական զրուցակիցներ, մինչդեռ իրականում ներկայացվում են դրա ընդհանուր չնչին մասը։ Ուստի մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ պաշտոնապես հստակեցնել իրավիճակը համապատասխան երկրներում, մասնավորապես դիվանագիտական նոտաներ ուղարկելով եւ հստակ նշելով, որ այդ պատասխանատուները չեն ներկայացնում ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ էլ ամբողջ հայկական Սփյուռքը եւ Հայաստանի պետության պաշտոնական զրուցակիցները չեն։ Եվ սա այն
Ինչ որ ես եմ ասել մի 3-4 տարի առաջվանից, որ ասել եմ, ախպեր մի հատ բան հվում ուղարկեք, ասեք դրանից ով գալիս է չի ներկայացնում ոչ մի հայկականություն, ոչ մի տեսակետ։ Ու վсё, վերջանում է։ Դեռ 21 թվականից եմ ասել։ Որովհետեւ սա կայո զավթել են Սփյուռքի իրանց արևին։ Սփյուռքի որևիցե երկրի հայությունը դուրս կգա ինչ որ թեմայի շրջանակներում միտինգ անելու Հայաստանի կամ հայ ժողովրդի շահերից բխելով, կգնան իրանք մի երկու կռիսներով առնետներով կմոտենան բեմին։ Ոսկի չեն էլ ասի նախապես որ դաշնակ է, որովհետեւ գիտեմ որ ասեն դաշնակներն են ելույթ ունենալու մարդ չի գնա։ Հա, հետո դες մեկ միկրոֆոն խլեն երկու բառ ասեն, ով էլ ճանաչում է, ասեն դա ռադներդ քաշեք։ Ու այս ձեզ մեկնաբաճուկ կկարդամ։ Նման հստակեցումը նրանց որևէ իրավունքից չէր զրկի։ Նրանք կպահպանեին խոսքի ազատությունը, միավորվելու ազատությունը, խորհրդարանականների հետ հանդիպելու, Հայաստանի կառավարությանը քննադատելու եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը պաշտպանելու իրավունքը։ Սակայն մի բուռ անձանց համար շատ ավելի դժվար կլիներ օգտվել հասարակական ազդեցության եւ Սփյուռքի ներկայացուցչականության միջև արկա երկիմաստությունից։ Ահա իրական շախ եւ մատը, ոչ թե նրանց զրկել խոսելու իրավունքից, թող խոսեն, որքան ցանկանում են, այլ վերջ տալ ներկայացուցչության այն մենաշնորհին, որը նրանք աստիճանաբար իրենց են վերագրել։ Մուրադ Փափազյանը գրում է, որ կառավարությունները գնում են, ազգը մնում է։ Ճիշտ է, բայց հասարակական կազմակերպությունների ղեկավարներն էլ են գնում, կուսակցություններն էլ են գնում, նախագահներն էլ են գնում, կառավարություններն էլ են գնում։ Սփյուռքը սակայն մնում է։ Եվ այդ Մուրադ Փափազյանին չի պատկանում, ավելի քան Նիկոլ Փաշինյանին։ Եվ չխաբվենք, եթե դերերը փոխված լինեին եւ այդ իշխանությունը նրանց ձեռքում լիներ, նրանք ոչ մի վարքյան չէին վարանի օգտագործել։ Հիմա ու այստեղ մեկնաբանությունների դաշտում մի լավ մեկն է, ուրեմն մի քանի տարի առաջ մի Լիդա Խուրշուդյան գրել է, մի քանի տարի առաջ հանրահավաք եղավ Ստրասբուրգում։ Իմաստույց չեմ հիշում հիմնական թեման, բայց այն կապված էր Հայաստանի եւ Եվրամիության հետ։ Դրան ավելացրած Արցախի թեման։ Բավականին շատ մարդիկ են եկել, ինչպես Ֆրանսիայից, այնպես էլ մոտակա երկրներից։ Հանրահավաքը սկսելուց առաջին ելույթը ընդհանուր ՀՀ շահերի Հայաստանի Հանրապետության շահերի մասին էր։ 2-3-ից սկսվեց դաշնակների ելույթները ընդդեմ Փաշինյանի կառավարությանը։ Բոլոր մասնակիցները սկսեցին վրդովել, բղավել, մեծամասնությունը թողեցին հեռացան։ Նաև մենք մեծ խմբով հեռացանք։ Ուզում եմ ասել, թող մեծ չխոսեն, դաշնակներին սատարող միայն իրենց ընտանիքի անդամներն են, նրանք հավաքների ժամանակ նույնիսկ դաշնակցականների ներկայության մասին նախորոք չեն բարձրաձայնում, շատ լավ իմանալով, որ եթե ասեն, մարդիկ չեն գնա, այնպես որ դաշնակները դա Սփյուռքը չէ։ Եվ Գարոն Հակոբյան նույնպես շատ լավ մեկնաբանություն է թողել։ Այն որ Սփյուռքում չկա որևէ ներկայացուցչական կառույց, որ իրավասու լինի խոսելու, եթե ոչ ամբողջ Սփյուռքի գոնե մի զգալի հատվածի առումից Սփյուռքի ողջ պատմության ամենախոցելի էջն է։ Դրա հիմնական պատճառը ՀՅԴ-ի ворթեգրած եսակենտրոն ամենաշնոր եւ աղանդաբորական հատվածապաշտական քաղաքականությունն է։ Այս քաղաքականությունը ամենամեծ հարվածն է հասցրել Սփյուռքահայության ազգային միասնականությանը, համերաշխությանը եւ հզոր ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու գործին։ Իսկ ինչու է դա նրանց հաջողվել, այլ հարց է։ Ինչու՞ չպիտի հաջողվել։ Բա մեջքներին կանգնած էր KGB-ն։ Փափազյանը ներկայացնում է միայն Ֆրանսիայի դաշնակներին, ոչ թե հայերին։ Նրանք Ֆրանսիայի հայերը ատում են։ Այև գնահատականները մանդատի հետ կապված դաշնակներ։ Այ հիմա կհելնեք ու կնստեք խոսեք ով էր իրականում Փափազյանը գիտեք երբ բաց այդ ձեր բանը մի 3 հատուր գիրք գրեք Քոչարյանի գիրքը ով էր դե դու Քոչարյանը բավարշ գրում եւ կարող է Քոչարյանն ասեցի մի երկու բառով էլ թույլ տվեք անդրադառնամ այսօրվա ազգային ժողովի մի երևույթի որի դեմը պատվով առավ Վահագն Ալեքսանյան դու դուրս եկել Լևոն Քոչարյան ինքը падգամավոր հերը նախագահ աշխատել դուրս եկել հարցաձևակերպում գործ տվողի մասին, գործ տալու մասին։ Ինչ որ կապ չունի ինչ ոճով, բայց այդ խոսքը գործ տալու, դա ազգային ժողովում հնչող խոսք է, գողական եք գնում, ինչ եք անում, ինչ չարխերի մեջ եք։ Արա որ նայենք հերդ քանի հոգու վրա գործ տվել հենց այդ մտքով, քանի հոգու է հավայի նստացրել, ասենք դու ով ես այդպես բաներս խոսում, քեզ խոսում այդպես բաներ։ Տալի ուզում էր մեկին նկարագրել, yani ով գործ տվեց տենց իրանց հետո։ Այսինքն Ահա սրանց մակարդակը, սրանց աշխարհընկալումը, սրանց պատկերացումները հասարակության որակի մասին։ Ահա
Էս չեք։ Դե ինչ ժողովուրդ ջան, թույլ տվեք ես ուրախ նոտայով։ Դե մի երկու բան կարդամ։ Գիտեք ոնց է, Պետրոս ջան, կլինեն բնականաբար, ուրիշ ազգերի մեջ էլ էսենց մակարդակի բաներ կլինեն, բայց եթե որևիցե ազգի կամ երկրի մեջ լինելը այդքան աղետալի չի լինի, մեր պարագայում դա կարող է ճակատագրական լինի, հասկանում եք, մեր մոտ, մերը մի քիչ բարդ է այդ առումով, մեր մոտ կարող է ճակատագրական լինի ամեն մի հատ ապուշությունը, չեն կարա չընտրեն Լյուբա ջան, չեն կարա չընտրեն, պարտավոր են, դա դոնդի բանաձևով, դա օրենքա սահմանադրորեն հենց հստակեցած, չեն կարա, հենց չընտրեն սահմանադրություն կխախտեն, բայց կարա այսպես քթերներից բերեն, մինչև գոնե չարյաս փոքրագույնը ընտրվի։ Այո, Պետրոս ջան, տես ինչ ճիշտ բան է։ Նիկոլական ասած ընդդիմադիրների խոսույթն է, դրան ենք սովորել, այդ իրանց անուղեղ մակարդակն է։ Այս սովորել, հենց իրանք դրա համար են շատ ասում, որ մտնի մարդկանց լեզվամտածողության մեջ, իրանց նպատակը դա է։ Հենց դա է։ Հասկանում եք, իրանց նպատակը չէ, կներեք, հանձնարարությունը հենց դա է։ Նպատակները շատ ավելի ուրիշ տեղեր են։ Այսպես ժողովուրդ ջան, ավելի կոնկրետ արդեն, իհարկե վաղը էլի եթեր կունենանք, բայց շաբաթ օրը կոնկրետ Էդգար Ղազարյանի թեմայով ես իմ դիրքորոշումը ու անելիք գործողությունները կներկայացնեմ ձեզ։ Շնորհակալություն եթերը դիտելու համար, ձեր ակտիվության համար, տարածելու համար, ինչպես գիտեք, դիտողականությունը բավականին ընկած է ու ինձ շատ օգնած կլինեք, եթե մի քիչ շատ տարածեք ժողովուրդ ջան ձեր էջերով, դրանով ահագին աջակցած կլինեք։ Ու ինչի՞ չէ, համել sense բաները թող տարածվեն, որպեսզի մարդիկ էլ լսեն հասկանան, թե իրանց որտեղ են գցեն։ Թող իմանան։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ, մինչ վաղը։